Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարը սկսում է իր նոր եթերաշրջանը Հայք Նյուզի եթերում, իսկ այսօր իմ հյուրը քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն է։ Բարև ձեզ, պարոն Բալասանյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Բալասանյան, խոսենք այն մասին, թե ինչ քաղաքականություն է իրականացվում Հայաստանի իշխանության կողմից եւ առասարակ ինչ քաղաքականություն է իրականացվում մեր շուրջ, տարածաշրջանային առումով, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան եւ այս գլոբալ հարթության մեջ ինչ դիրքորոշման, ինչ քաղաքական գիծ ուղենիշ է վերցրել Հայաստանի իշխանությունը։ 2020 թվականից այս կողմ այս իշխանությունը խոսում է խաղաղության օրակարգի մասին։ Մենք ինչ փուլում ենք հասել այսօր, եկեք դա վերլուծենք, որովհետև միանշանակ նկատում ենք, որ օրեցօր Ալիևը սրում է իր բառապաշարը եւ ավելին է պահանջում։ Արցախը ստացավ, հիմա Հայաստանի տարածքների վրա է իր աչքը եւ վերջի օրերին, երբ նա հարցազրույց էր տալիս ադրբեջանական լրատվամիջոցներով, հստակ շեշտում է նորից, այլևս կարծես դարձել է ավանդույթ, որ նա իլուր աշխարհին եւ նաեւ իր հասարակությանն իլուր խոսում է, կեղծում է ուղղակի ամբողջությամբ պատմությունը, ներկայացնելով Հայաստանը իբրև Ադրբեջանի մաս, Զանգեզուրը պատմական Ադրբեջան, մենք շատ հաճախ հումորով ենք սրան վերաբերել, բայց այսօր սա ուղղակի քաղաքական գիծ է, որը կարծես թե սկսում են որոշ աշխարհի որոշակի կենտրոնների էլ դուր գալ կարծես թե այդ ընթացքը։ Հիմա ես ուզում եմ ձեր վերլուծությունը լսել, ինչ փուլում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգ ասվածը, երբ նա ոգևորված հայտարարում էր բրուսելներից, պրահաներից, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով ներառյալ, բայց մենք հակառակը Ադրբեջանի կողմից չենք լսում, որ նա ճանաչում է Հայաստանի 29848 կիլոմետրը։ Եվ ուրեմն ինչի հետ մենք գործ ունենք, արձանագրենք, մենք ձախողված քաղաքականության մասին է խոսքը այլևս։ Խնդրեմ, պարոն Բալասանյան։ Շնորհակալություն։ Եթե մենք բառով փորձենք բնութագրել, ապա 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, միգուցե նաև առաջ, վարած երկրի Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը կարող ենք որակել որպես ձախողված։ Եվ 44 օրից առաջ արվեցին քայլեր, որոնք Հայաստանը բավականին ծանր վիճակի մեջ դրեցին, պատճառ դառնալով մեր բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունների վատացման, իսկ 44 օրյա պատերազմից հետո առհասարակ այնպիսի հայտարարություններ, քայլեր արվեցին, որոնք ակնհայտ էր արդեն կողքից որ նայում ենք, ակնհայտ էր դառնում, որ սա լավ տեղ չի տանելու։ Որովհետև շատ թե քիչ ադրբեջանցիներին ճանաչող մարդը կարող է այստեղ փաստել, որ ադրբեջանցիների հետ հնարավոր չի ինչ-որ բան պայմանավորվել, եթե իրենք այսպես հաղթողի դիրքերից են հանդես գալիս։ Որովհետև ադրբեջանցին միշտ մի լեզու է իմացել, դա եղել է ուժի լեզուն եւ վախը Հայաստանի հանդեպ, հայ ժողովրդի հանդեպ։ Հիմա, երբ որ արդեն Ադրբեջանը դարձել է ավելի սանձարձակ, իսկ ակնհայտ էր, կանխատեսելի էր, որ Ադրբեջանը դառնալու է սանձարձակ, որովհետև ցավոք սրտի խաղաղության մասին խոսելը ադրբեջանցու մահմեդականի առհասարակ մոտ դա հավասարազոր է թուլության։ Եվ երբ որ դու անընդհատ սկսում ես խոսել, որ այ մենք չէ ամեն դեպքում դուք մեր վրա կրակում եք, ոչինչ, բայց մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք խաղաղության խաչմերուկ ենք կառուցում, այդ խաչմերուկում բոլոր իրենց տեղերը ունենալու են։ Հայաստանը նպաստելու է միջազգային առևտրի զարգացմանը որպես խաղաղության խաչմերուկ, մեկը չկարծներ ոնց է նպաստելու, դա ուրիշ հարց է։ Եվ մենք էլ այսպես զարգացած տնտեսություն ենք ունենալու, ոնց է չի համոզում ժողովրդին այդ կոմունիկացիաները քո հսկողության տակ չի լինելու։ Դու ոնց ես դառնում համաշխարհային տնտեսության խթան եւ այն շարժիչ ուժը, դա այլ հարց է։ Ապա բարձա դառնում, որ այս քաղաքականությունը չի աշխատում։ Եվ Ալիևի վերջի հայտարարությունը, ես կարծես վերջին ակորդն էր, որ եկավ ապացուցելու վերջնական, որ խաղաղության օրակարգը իրեն չի արդարացրել։ Խաղաղության օրակարգը սպառվել է, հիմա ժամանակն է արդեն, որ Հայաստանը նոր քաղաքականություն սկսի որդեգրել։ Նորից, զրոյից բանակցային գործընթաց պետք է սկսվի։ Եվ իմ կարծիքով, բանակցային գործընթացը զրոյից սկսելու միակ գրավականը, լավ թե վատ, շատ թե քիչ, նոյեմբերի 9-ի արձանագրությունների կամ նոյեմբերի 9-ի պայմանագրային դաշտ վերադառնալն է։ Մի բան, ինչն այսօր այս իշխանությունը կարծես թե փորձում է ամբողջությամբ մոռացության տալ։ Այո, որովհետև նոյեմբերի 9-ի արձանագրությունն էր, որ
ապահովում էր մեզ, որ Զանգեզուրի միջանցքի հարց չի լինելու բանակցություններում, Ալիև ինքը ընդունեց, հիշում եք, որ այդ Զանգեզուրի միջանցքը դա իմ երևակայության արդյունքն է, նոյեմբերի 9-ում չկա նման բան գրած, հա? Նոյեմբերի 9-ի արձանագրությունը մեզ երաշխավորում էր, որ Արցախը համենայն դեպս տեսանելի ժամանակում չի լինելու Ադրբեջանի կազմում, այսինքն չի հայտարարվելու Ադրբեջանի մաս, եւ այն ինչ որ մենք կարողացել ենք դեռևս պայել 44 օրից հետո մեծ հավանականությամբ կարող էր դառնալ պլացդարմ Արցախը լիովին ազատելու համար, բայց մենք դրանից էլ ինքնակամ հրաժարվեցինք։ Մենք ինքնակամ հրաժարվեցինք նոյեմբերի 9-ի պայմանագրից տուրք տալով տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների խոստումներին, որ եկեք մեր հարթակներ, մենք ավելի լայն հնարավորություն ունենք Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար եւ այլն եւ այլն։ Ըստ էության մենք կարծես թե կրկնեցինք նույն սխալը, ինչ որ կրկնեց Ուկրաինան, ինչ որ արեց Ուկրաինան, որովհետեւ Ուկրաինայի Ռադայի կառավարող կուսակցության խմբակցության ղեկավարը Դավիթ Արախամյան օրը ցերեկով ասում է, որ մենք հնարավորություն ունեինք 22 թվականին Ստամբուլում դադարեցնելու պատերազմը, Բորիս Ջոնսոնը Անգլիայի վարչապետը եկավ, ասաց՝ ի՞նչ դադարեցնեն։ Մենք պատի պատերազմ ենք, հələ մենք էլ ձեզ օգնելու ենք։ Մինչև վերջին ուկրաինացին պատերազմ ենք։ Ուկրաինացին, այո։ Ես կարծում եմ դատելով այս ամեն ինչից, որ մի հատ էլ տես Բորիս Ջոնսոն հայտնվել է ժամանակին, ով խորհուրդ է տվել հրաժարվել նոյեմբերի 9-ից, տալով ինչ-որ անհասկանալի երաշխիքներ, խոստանալով կախարդական հեռադիտակներով եվրոպացի դիտորդներ ուղարկել Հայաստանի հայ-ադրբեջանական սահման, որ ադրբեջանցին միայն այդ եվրոպացիների կապույտ ժիլետը որ տեսներ, վախից ձայնը կտրելու էր։ Դու ճանաչում ես Արցախը, բան, Ադրբեջանի կազմում, դե գիտեք դա ֆորմալ բնույթ է։ Արի դու ճանաչի, Ալիև այդ ասում ասում այնքան որ ձևական ճանաչվի էլի, հետո բանակցային գործընթացում ես նենց կանեմ, որ դե հոյս չեմ վերցնելու Արցախը, դու այնքան որ ճանաչի։ Դա մանկական սխալ է, խափել են, մանկական սխալ, թե մեր պարագայում այդ նախ հասկանանք, հա, Բորիս Ջոնսոնը ով է, Միշելն է, Շարլ Միշելն է այդ դերակատարը, որը համոզել է։ Դա կարող լիներ Շարլ Միշելը, դա կարող լիներ Տոյվո Կլարը, դա կարող է լիներ մի 6-ի ղեկավարը անգլիական։ Որը հստակ գալիս էր այդ օրերին Հայաստան, բավական ակտիվ էր, այո։ Բայց ով է եղել չգիտեմ։ Բայց Բորիս Ջոնսոնոտ տենց, հա, տենց այսինքն արևմուտքի նույն տերերն են այնինչ Ուկրաինայի սցենարն է։ Ինչ էր պետք անել, ինչի էր պետք արևմուտքին վիժեցնել նոյեմբերի 9-ը։ Նոյեմբերի 9-ի արձանագրության պարագայում արևմուտքը ոչ մի կերպ չէր կարողանալու խցկվել Իրանի հյուսիս։ Հայաստանի հսկողությունը իրականացվելու էր արտաքին սահմանների հատվածը ռուսական հատուկ ծառայությունների կողմից ՖՍԲ-ն ասկում, երկրորդ էշելոնը հայկական ազգային անվտանգության ծառայությունն է կանգնած։ Այսինքն այդտեղ այդ միջանցքային տրամաբանություն ասած առասարակ դուրս էր գալիս որոցի գործածությունից։ Հետևաբար արևմուտքը չէր կարողանալու այդ ճանապարհն օգտագործել Իրանի հյուսիս իր համար անհրաժեշտ բեռներ տանել բերելու համար։ Եվ ուրեմն ինչ էր պետք անել։ Եվ ուրեմն պետք էր անել A. նոյեմբերի 9-ից որպեսզի Հայաստան հրաժարվի, եւ B. որպեսզի իրենք ստանան այլանդրանքային գազ Ադրբեջանից, ինչ է պետք անել։ Արցախը նվիրել Ադրբեջանին։ Ոնց։ Հայաստանի միջոցով։ Այսինքն Արցախը Ադրբեջանին նվիրողը արևմուտքն էր, որտեղ կա տպավորություն է փորձարվում ստեղծել, որ ճիշտ հակառակը ռուսական կողմներ, որտեղ ի վերջո ռուս խաղաղապահներ այնտեղ Արցախում։ Ի վերջո Ռուսաստանն է հանձնողը, թե արևմուտքը Փաշինյանի ձեռքով, իհարկե սա պետք է արձանագրենք։ Եկեք մեր տրամաբանությունով անցնենք, էլի զուտ տրամաբանությունով։ Ենթադրենք Մոսկվան որոշել է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Հա, ոնց որ մեր քաղաքագիտական որոշ շրջանակներ տևական ժամանակ մեր ժողովրդին փորձում են այս ամեն ինչը ապացուցել։ Հիմա դրա համար, որպեսզի հանձներ, այսինքն պիտի մի հատ ինքը կանգնեցներ պատերազմը, Ստեփանակերտով ու մի քանի շրջաններով ադրբեջանցիները չկարողանային մտնել, հետո ինքը եթե ուզում էր հանձնել, պիտի 52000 արցախցու հետ բերեր Արցախ, հա, որ հետո հանձներ ներկայացում, հա, այսպես մի բեմականացում ինչի համար։ Հասկանում եք։ Ինքը պիտի խայտարակ լներ, բերեր իր խաղաղապահ կոնտինգենտը մտցներ այնտեղ,
Ոչ հետո այն վիճակը ստեղծվեր, ինքն իր ձեռով նենց աներ, որ իր խաղաղապահ կոնտինգենտը խայտարակներ, որ հետո էլ Արցախայությունը թողեր դուրս գար Արցախից եւ ասեր, որ ռուս խաղաղապահը մեզ չպաշտպանեց եւ հեղինակազրկվեր ամբողջությամբ 44 նոյեմբերին ինչ եւ ռուս խաղաղապահը եւ պետությունը Ռուսաստանի։ Չէ կանգնացնի։ Նոյեմբերի ասենք օրինակ 12-ին Ադրբեջանը կմտներ Ստեփանակերտներ, կվերցներ ու կպրծներ։ Այդ դեպքում Ռուսաստանի օգուտը ո՞րն էր։ Հիմա ասենք Հայաստանում գիտեք, չէ՞ կամ այդպես քաղաքագիտական շրջանակներ, փորձագետներ։ Ասում են Ալիևը եւ Պուտինը համաձայնության են եկել, Էրդողան ավելի խոսել։ Ասենք օրինակ տենց մարդիկ կան, ասում են Ռուսաստանը Ասադին փրկեց, որ հետո Սիրիան հանձնի արևմուտքին։ Դες լուրջ դեմքեր կան։ Այնտեղ կան մարդիկ, ովքեր փորձում են համոզել մեր ժողովրդին, որ 44 օրյա ժամանակ Եթե Ռուսաստանը չխանգարեր, Միացյալ Նահանգների ռազմական օդանավերը շարժիչները միացրած սպասում են, որ օգնության հասնեին Հայաստանին։ Այդ Ռուսաստանը խանգարեց։ Ախր Ժորժ Ջանատիկի հասկանանք, էլի։ Այս մարդիկ ինչի համար են ասում։ Այս մարդիկ ընդհանրապես որ երկրի քաղաքացիներ են, ու այս մարդիկ ո՞նց են ապրում։ Այդ մարդը չի աշխատում։ Ինք չի աշխատում։ Դե մենք պետք է հասկանանք, չէ՞, վճարվում են քարոզը կարդալու համար արևմուտքի, հասկանալի։ Ասում է, այն ինչ որ Իրանից ուզում են որ ինքը ասի։ Մենք ինչու ենք տուր տալիս դրան։ Բայց մենք դրան պետք է հակադրենք իրականությունը եւ հստակ փաստերը, որոնք շատ փորձում ենք փաստերով ապացուցել այս ժողովրդին, որ ժողովուրդ ջան խնդիրը շատ ավելի գլոբալ է։ 44 օրյա պատերազմում կներեք, պարոն Բալասանյան, մենք քանիցս խոսել ենք իմ տաղավարում այդ մասին, հարցազրույցներում ձեր, որ արևմուտքը լռում էր, հիշում եք, երկար ժամանակ լռեց, հետո բայց իմացանք, որ Ֆրանսիան է շատ կարևոր զենքով օգնել Ադրբեջանին, որը շատ լուրջ հարված է եղել Արցախը, այսպես այդ հատվածով վերցնելու համար Ադրբեջանը կարողացել է թուլացնել հայկական բանակին, այսինքն մենք տեսել ենք արևմուտքի ստվերային, եթե եղել է օժանդակություն, եթե չի եղել կոնկրետ հայտարարություն, ընդ որում հայտարարությունն էլ բավական ուշ եղավ, երբ արդեն պատերազմը դադարեցվել էր, բայց ստվերային հստակ օժանդակություն եղել է արևմուտքի կողմից։ Հիմա ինչ են էլ ուզում այդ մարդիկ, ինչ փաստեր են մեջ բերում։ Մի հատ sense ուղղակի զուգահեռ կարճ բառում էլի։ Գազայում այսօր Միացյալ Նահանգները պաշտպանում է Իսրայելին, ասում է Իսրայելը հակաահաբեկչական գործողություն անում։ Բայց 44 օրյա ժամանակ այդ ահաբեկիչներն էին մեր դեմ կռվում։ Այդ ամեն ինչ ոչ մի խոսք Թուրքիայի մասին։ Մակրոնն ասեց, մի երկու օր խոսեց այդ մասին, հետո Էրդողանը ջղայնացավ Մակրոնի վրա, Մակրոնը չխոսեց այդ մասին։ Բա գայիք պաշտպանեիք, հակաահաբեկչական գործողություն անեիք։ Իդեպ Ֆրանսիան հիմա բավական ակտիվ է, ինչ կասեք այդ ակտիվության հետ կապված, Սենատը որոշում է կայացրել ձայների գերակշռ մեծամասնությամբ, այո, որ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին ինչ կասեք։ Առաջինը, եթե այդ պատժամիջոցների մեջ պիտի տրամաբանության մեջ պիտի մտնի նաև Total Energy ընկերությունը եւ արգելվի նրան Սոկարի հետ որևիցե գործ այլևս ունենալ։ Մակրոնը կվավերացնի Սենատի որոշումը, թե ոչ։ Այսինքն կարող է դա։ Ես մի քիչ կասկածում եմ, որ Մակրոնը կգնա դրան, որովհետև ամեն դեպքում դիմաց ընտրություններ են եւ Total Energy ընկերակցությունը Մակրոնին պիտի որ պետք լինի։ Սա մեկ եւ երկրորդը։ Եթե Total Energy-ն դադարեցնում է Սոկարի հետ համագործակցությունը ողջ Եվրոպական միության նաեւ նավթի եւ գազի հետ կապված խնդիրներ է սկսում առաջանալ, որտեղ Ադրբեջանից է գալիս այդ գազը։ Եվրոպան ինչա ներելու է Մակրոնին ձմռան շեմին, ձմռան ընթացքում։ Դե նույն Մակրոնը իր Ֆրանսիայի համար եւս ձմռանը չի կանգնեցնի Ֆրանսիայի ժողովրդին նման խնդիրների առաջ։ Մենք պետք չի նեղանանք ոչ մեկից, հասկանում եք, մեր ժողովրդի խնդիրը ինչու՞մ է կայանում, որ մենք միշտ բոլորից նեղանում ենք։ Մեզ թվում է, թե բոլորը մեզ պարտքեն եւ բոլորը իրենց աշխարհակաղակական շահերը պետք է դնեն մի կողմ, հանուն հայ ժողովուրդ չի լինում նման։ Բայց մեր իշխանությունը արդյոք հանուն հայ ժողովրդի է իր օրակարգը իրականացնում, խաղաղության օրակարգը արդյոք հենց հանուն հայ ժողովրդի է, թե մենք ուրիշ մի այլ ծաղկեր ենք տեսնում։ Ամենայն դեպս արտաքին, այսպես կողմը այդ քաղաքականության դրան է միտված, որ ամեն ինչ արվում է հանուն խաղաղության։ Ահա, հայտարարվում է, բայց թե իրականում բովանդակային առումով այդ քայլերը նպաստում են արդյոք խաղաղությանը։ Ես կարծում եմ, որ ոչ։ Պարոն Բալասանյան, եթե Ալիևը խոսում է արդեն հիշեցնում է, ասում է պատմական Ադրբեջանը 100,000 քառակուսի կիլոմետր, այսինքն ակնհայտորեն
Փաշինյանին ուզում է ասել, որ 86,000 քանիցներ, 600-ը չէ, 100,000-ը նկատի ունեցի։ Սա մեկ, եւ եթե հայտարարում է, որ մենք դուրս չենք գա այն տարածքներից, որտեղ մտել ենք, եւ ասում է դա եւս իրենց տարածքներն է։ Սա ինչի մասին է խոսում։ Ինչ քաղաքականություն է Հայաստանի իշխանությունը իրականացրել արդեն 2018-ից առ այսօր եւ մասնավորաբար 20 թվականից առ այսօր, որ մենք հանգել ենք նման իրողության։ Տեսեք, հիշում եք, երբ որ եվրոպացի դիտորդները մտնում էին նոր Հայաստան, որոշ շրջանակներ ինչի մասին էին բղավում անընդհատ, ասում էին, այ տեսեք, ՀԱՊԿ-ը չհայտարարեց Հայաստանի սահմանների հետ կապված, Եվրոպական միությունը հայտարարեց Հայաստանի սահմանների հետ կապված, որ իրենք ընդունում են այն սահմանները, որը որ կա, դիտորդներ ուղարկեց, տեսեք Եվրոպական միությունը ինչ լավն է, ՀԱՊԿ-ը ինչ վատ, բայց այստեղ մեծ հարց է առաջանում։ Իսկ եթե եվրոպացի դիտորդները չեն տեսնում, որ 250 քառակուսի կիլոմետր իրենց ճանաչած տարածքից օկուպացված Ադրբեջանի կողմից, Հայաստանը չի եվրոպացի գործընկերների առաջ այդ հարցը չի բարձրացնում։ Ձեր ճանաչած սահմանն է, չէ՞, Հայաստանի այդ տարածքով։ Բայց այդ տարածքում 250 քառակուսի կիլոմետրի վրա ադրբեջանցիները մնում են, դուրս չեն գալիս։ Բայց այս հարցը ո՞նց է լինելու։ Հիմա դուք ի՞նչն եք հերթապահություն անում, փաստացի թե այս սահմանը, որը որ կա, որը որ դուք ճանաչել եք։ Հիմա այսինքն եթե ստորագրվում է խաղաղության պայմանագիր ասվածը, ինչ խաղ է տանում Ալիևը, ինչ նպատակ ունի, ինչը ինչպես պիտի ներառվի այդ պայմանագրում, որտեղ մենք նկատում ենք, կներեք, ՔՊ-ն արդեն բացահայտ ասում է, որ ինք շուտ զարմացած են, որոշակի դժգոհություն արտահայտեց նաև Փաշինյանը, չէ, վերջերս որտեղ էր գնացել շրջում էր, որ անակնկալ էր Ալիևի հայտարարությունների հետ կապ, այո, կարող է այդպեսի ասենք հայտարարություններ անել։ Ալիևի հետ բանակցողը առհասարակ հոգեբանորեն պիտի պատրաստ լինի միշտ, որ Ալիևը կարող է եւ իր խոսքը դրժել։ Որտեւ դա իր բնույթն է այդպես։ Հա? Խաղաղության պայմանագրի հետ կապված Ալիևը բաց ասեց, ինչ որ մի թուղթ մենք կստորագրենք։ Բայց դրա մեջ չպիտի լինի սահմանազատման սահմանագծման հանձնաժողովի որոշումը։ Դա կապ չունի մեր համար։ Երկրորդ, քարտեզը մենք պիտի որոշենք ինչ քարտեզով պիտի ստորագրենք, սա էլ արդեն միանգամից Մոսկվային է ազդակ ուղարկում, որ գենշտաբի քարտեզները մեջտեղ չբերեք, բայց ինքը արդեն վստահ է, չէ՞ որ Հայաստանը դուրս է եկել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որովհետև վարչապետը ասեց փաստացի նոյեմբերի 9-ի հայտարարություն չկա այլևս։ Մենք դրան կանդրադառնանք Լավրովի երեկվա ասուլիսում հետաքրքիր միտք կար այդ առնչությամբ։ Հետո Ադրբեջանի ղեկավարն ասում է այդ հեչ այդ նոյեմբերի 9-ը, հիմա նոր իրողություն է, նոր քարտեզներով։ Ես էլ կորոշեմ այդ քարտեզներով ոնց անեմ, ոնց չանեմ եւ այլն, բայց այն 21 ու 22 թվականին գրաված տարածքներից էլ դուրս չեմ գալու։ Պայմանագիր ստորագրելու եմ, որը չի լինելու ոչ պայմանագիր, ոչ էլ դա վերաբերվելու է խաղաղության։ Այսինքն ինչ որ մի հատ թուղթ ստորագրեմ, որն էլ այն դեպքում, երբ որ ես ու դու հանդիպենք, առանց միջնորդների։ Այո։ Հանդիպենք դից ինչ-որ ոտքի վրա ինչ-որ մի բան ստորագրեմ, տամ քեզ, որը ցանկացած պահի խախտելու է։ Որը որ սահմանից մինչև հասնեք Երևան, դա խախտվելու է։ Այո։ Հասկանում եք, այնքան ակնհայտ է այս ամեն ինչը։ Դեպի Արցախն էլ արդեն մեջը չկա, վաղուց մոռացված է, հա, այդ կետը անբաց է։ Արցախը արդեն վերջ։ Հիմա այստեղ Հայաստանի տարածքների բանն է գնում։ Եվ պետականության գոյության խնդիրն է Հայաստանի։ Բնական է, եթե ուղղակի այստեղ էլ հասկանում եք, մենք այնքան գոռացինք, աշխարհում չեք գտնի մի երկիր, որի ղեկավարությունը, ղեկավար կազմը, օրը ցերեկով հայտարարի ասի Դե գիտեք մենք կադաստրի թուղթ չունենք։ Ինչ էր ուզում ասել թշնամուն։ Այսինքն կարող է գալ հանգիստ կադաստրի թուղթ չունենք, կներեք։ Ինչ է նշանակում։ Բա այդ 92 թվականի մարտին Հայաստանը որ դարձել է ՄԱԿ-ի անդամ։ Որ քարտեզով է դարձել, հա։ Այն քարտեզով, որ այնտեղ կա։ Այսինքն Ալիևին մենք պիտի մի բան ասենք։ Եթե քարտեզի հետ կապված քո մոտ կա առարկություն, ապա ուժի մեջ ավտոմատ մտնում մինչև տեղած քարտեզը, որով Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ։ Հետևաբար, որն էլ դու լինելով ՄԱԿ-ի անդամ, ըստ էության համաձայնել ես դրա հետ։ Հետևաբար դու այն ՄԱԿ-ի անդամ Հայաստանի տարածքից քո զորամիավորները այդ բանդիտական խմբավորները պիտի հանես դուրս։
Այո։ Դա ես ասում եմ այն դեպքը, որ պիտի լինի, այսինքն Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի երավելի, ասի ՄԱԿ-ի անդամ լինի պետությունը ագրեսիա անում իմ դեմ, որովհետև այն քարտեզը, որ ՄԱԿ-ում կա, ինքը չի ճանաչում այդ քարտեզը կամ միջազգային բան եք ձևավորում, աշխարհում ենք ձևավորում, որպեսզի պատժամիջոցներ դիմացվի Ադրբեջանի նկատմամբ, կամ ես որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, սուվերեն պետություն, ինձ իրավունք են վերապահում քայլեր ձեռնարկել իմ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հակաահաբեկչական գործողություն անելու համար ու դու ՄԱԿ այդ թվում նաև անվտանգության խորհրդի մշտական անդամ ինձ օգնեք։ Պիտի ինձ օգնեք, որովհետև ես ագրեսիայի եմ ենթարկվել։ Չի արվում ոչինչ։ Այդ դեպքում Ալիևն ասում է լավ, եթե այս անում եմ, չեն անում, այն անում եմ, չեն անում։ Բան եմ ասում եմ, ինչ խաղաղության պայմանագիր, ինչ սահմանազատման սահմանագծման հանձնաժողով, ոչ մեկ ձեն ծտուն չի անում։ Ուրեմն ես ինչ ուզեմ կարամ անեմ։ Մինչև Երևան կհասնեմ։ Այն ինչ ասում եմ։ Շատ լավ, եկեք անդրադառնանք նախ, քանի որ խոսեցինք Ֆրանսիայի սենատի հետ կապված, ես մի փոքր դետալ այդ առնչությամբ երեք ես նկատեցի, որ Արցախի հանրապետության պատգամավորներից մեկը շատ գոհունակությամբ էր արձագանքել եւ ասել էր, որ մենք մեծ հույսեր ունենք, մենք պետք է աշխատենք այդ փաստաթղթի հետ, մենք իրավունք չունենք այս կարևոր փաստաթուղթը այսպես անտեսելու եւ եթե հիմա չաշխատենք, հետո չնեղանանք արևմտյան այլ կառույցներից, թե ինչու չսատարեցին մեզ, այս սա լավագույն սատարումն է։ Դուք կարծում եք մենք կարող ենք եւ դա իսկապես ենթադրենք ուզենանք օգտագործել սենատի այդ հետաքրքիր հայտարարությունը պատժամիջոցներ Ադրբեջանի հետ կապված դա ինչ է տալու մեզ Արցախի հարցում առհասարակ մենք ինչի կարող ենք դրանով հանգել հասնել։ Ես ուղղակի անկեղծ ասած զարմանում եմ որ դեռևս Եվրոպայի երկրների եվրոպական երկրների անգամ խորհրդարանների կողմից ընդունված որոշումներ այդքան ծափահարություններով են ընդունվում, էլի։ Եկեք մենք ուղղակի հասկանանք, էլի։ Երկու ֆրանսիացի դիվանագետի Ադրբեջան արտաքսեց, Ֆրանսիան պատժամիջոցներ որոշեց մտցնել Ադրբեջանի նկատմամբ։ 100,000 մարդ ուժի սպառնալիքի տակ տնանք եղավ, 100,000 մարդ 270 օր գտնվում էր տոտալ շրջափակման պայմաններում, սովից մարդ էր մահանում, ուր էր Ֆրանսիան։ Ու այն ժամանակ ընդուներ։ Այսինքն ինքը իր աշխարհակաղակական շահերի համար փաստաթուղթ ընդունում, որ ինքն էլ գիտի, որ պարտադիր չի լինելու Ադրբեջանի համար, որ այսօր Եվրոպան այն վիճակում է, որ ինքը չի կարող Ադրբեջանին ոչինչ բան անի։ Մենք պետք է հասկանանք սա վերջապես։ Այսօր տնտեսական խորը ռեցեսիայի մեջ գտնվող Եվրոպան, էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնած Եվրոպան, այսօր այն վիճակում չի որ կարողանա Ադրբեջանին բան պարտադրի, սա էլ մենք պետք է հասկանանք։ Իհարկե։ Այդ ինչու դենց բայց Ֆրանսիայի հետ կապված շատ հույսեր կան։ Վերջի շրջանում շատ ակտիվ, որքան սրանք փորձում են Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից, այնքան շատ հետաքրքիր փորձում են ներկայացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները, ասելով հետևյալը, պարոն Բալասանյան, որ Ֆրանսիան մանդատ ունի դեռ անցած դարասկզբից սկսած եւ պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ, այդ դուք մի քիչ առաջ կարևոր միտք եք ասում, որ մեզ թվում է բոլորը մեզ ինչ որ բան ունեն տալու, հա, այսպես։ Ահա, որ նավերը չբարձացան։ Չէ, այդ տվեց Քեմալին Կիլիկյան, այդ մանդատի մասին է։ Երևի, ասվում է որ լեռի մոտ Քիշոն ռազմանավը մի 200 մարդու փրկեց, այդ դրանք համարեցինք, որ Ֆրանսիան մանդատ ունի։ Ես մի քանի անգամ իմ այսպես տարբեր հարցազրույցներում նաև մեր սիրելի հայրենակիցներին այսպես օթարական դիմել եմ։ Այն բանով որ Ժորժ ջան Մակրոնից առաջ եղած Ֆրանսիան էր մեր բարեկամ երկիրը։ Երբ որ մենք այնտեղ ունեինք Շարլ Ազնավուր, եւ որտեղ մենք ունեինք Պատրիկ Դևեջյան։ Հասկանում եք։ Այն ժամանակ այդ Արցախի մասին, այդպես որ հույս ունենք, որ հանկարծ Ֆրանսիան իսկ կներեք, մի հատ բան հարցնեմ, այսպես ռետորական հարց ուղեմ, հա։ Իսկ որ 44 օրից առաջ թե հետո էր, կարծեմ առաջ էր։ Եվ չէ, հետո էր։ Երբ որ ֆրանսիական դատարանները մեկը մյուսի հետևից պարտադրում էին ֆրանսիական քաղաքներին չեղյալ համարել Արցախի քաղաքների, քույր քաղաքների մասին պայմանագրերը, այդ Ֆրանսիան չէր անում։ Իսկ 22 թվական դուք հիշեցրիք այդ ձեր ելույթում, 20 թվականի հունիսին որ արբանյակներ էր վաճառում, թվով 6 արբանյակ, այդ Ֆրանսիան չէր անում։ Այո։ Շրջափակման ժամանակ Total Energy-ին ստորագրման պայմանագիր Սոկար ընկերության հետ, այդ ֆրանսիական չէ։
Մենք միշտ եկեք մի բան հասկանանք, Ֆրանսիան արդեն մեզ բարեկամ երկիր չի ցավոք սրտի, որովհետև Ֆրանսիայի հայ համայնքը չկարողացավ այնպիսի դիրքերը իր վերականգնել, որ ուներ Շարլ Ազնավուրի եւ Պատրիկ Դևեջյանի ժամանակ։ Հիմա մենք չունենք Ֆրանսիայում քաղաքական էլիտա, որ կարողանանք ֆրանսիական կառավարության մոտ լոբինգ անել Հայաստանի։ Ես կարծում եմ մեր լոբինգը պարտվել է տարբեր երկրներում, այդ թվում նաեւ մեր դաշնակից Ռուսաստանում։ Բոլոր տեղերում ապարտվել, բայց քանի որ հիմա խոսում ենք Ֆրանսիայի մասին, ես ուղղակի Ֆրանսիային եմ անդրադառնում։ Եվ եկեք չտրվենք այն գայթակղություններին, որ 2 տասնյակ զրահամեքենա Հայաստանին տալը, որ պետք է գնալ ըստ ուկրաինական ծերագրամ ալիքների դի գնալ Ուկրաինա, բայց եկավ Հայաստան։ Դա այնպիսի օժանդակություններ, այո, այնպիսի օժանդակություններ, որ մենք Ֆրանսիային պարտքենք մի քանի սերունդ, որ Ֆրանսիան մեզ ամենամեծ լավությունն արի, ոչ, Ֆրանսիան մեզ լավություն չի արել։ Միտեպ այդ զրահամեքենաները պարզվեց միայն աֆրիկյան երկրների համար նախատեսված մեքենաներ են եւ այդ անապատների համար նախատեսված է եւ նրանք հայկական լեռները այս անգամ դարձյալ չեն բարձրանա։ Այո, ես ռազմական փորձագետ չեմ։ Չէ, ես հենց փորձագետների ասածն եմ ձեզ փոխանցում, որովհետեւ դա այո քննարկվեց բավական շատ։ Դրա թեմայի մեջ Ես խոր մասնագիտական գիտելիքներ։ Շատ լավ, պարոն Բալասանյան, ես պիտի ձեզ առաջարկեմ նաև ռուսական կողմի դիրքորոշումներին եւ քաղաքականության անդրադառնանք, մեզ համար շատ կարեւոր է թե այս պահին Ռուսաստանը ինչ քաղաքականություն է իրականացնում Հայաստանի հետ եւ Հայաստանը ի վերջո ինչ քաղաքականություն է վարում հայ-ռուսական հարաբերությունները փորձենք հասկանալ, որովհետեւ այս մարտիկ վերջի շրջանում մի քանի անգամ դուք խոսեցիք նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, հստակ շեշտում են տարբեր պաշտոնյաներ, թե նոյեմբերի 9-ի հայտարարության չկա մեկ տող, որով արձանագրվում է, որ վերահսկողությունը ճանապարհների բացման պարագայում, ապա շրջափակման պարագայում պետք է իրականացվի ռուսական կողմի միջոցով։ Ես ուզում եմ հասկանամ, այս մարդիկ լուրջ են ասում, ասեք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ես 3 նորից նայել եմ։ 9-րդ կետով հստակ արձանագրվում է ռուսական վերահսկողության մասին։ Այս նույն հանգամանքին երեք շատ զարմացած արձագանքում էր նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հայտնի ասուլիսում, որի վրա բոլորիս ուշադրություն էր անդրադարձել էինք բոլորս, որպեսզի հասկանանք, թե Ռուսաստանը հիմա ինչ դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ եւ անկեղծ ասած ես շատ այսպես տխուր եմ, հիասթափված եմ, որովհետեւ Լավրովը շատ չոր էր խոսում, Հակագծերը Ռուսաստանը սկսել է հստակ բացել, ինչպես ասում են, իրեն իրենց անուններով կոչելով, հստակ հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնողը Նիկոլ Փաշինյանն էր։ Ես կխնդրեմ ձեր այսպես անդրադարձեք Լավրովի կարևոր այսպես մեսիջներին, որը բաց տեքստով այլևս ասել է ինչ մեսիջի մասին է խոսքը։ Փակագծերը բացել են այլևս վաղուց ռուսական կողմը։ Խնդրեմ։ Ես էլ երեք շատ իր հետևեցի այդ իր հայտնի այդ հարցազրույցին, ելույթին եւ մի տեսակ ծանր տպավորություն ստացա, որովհետեւ երբեք հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել այս մակարդակի վրա, ցավոք սրտի եմ ես ասում։ Իհարկե եւ ռուսական կողմի բացթողումների եւ սխալների պատճառով, եւ հայկական կողմի բացթողումների եւ սխալների պատճառով։ Բայց եթե մենք այսպես ըստ նշանակության փորձենք վերլուծել Լավրովի հայտարարությունները, մի քիչ լավ պատկեր չի ստացվում։ Լավ այդ Արցախի հետ կապված դուք ասեցիք, որ ինքը պարզացեց, որ նոյեմբերի 9-ի արձանագրության մեջ եւ իրոք այդպես է։ Ոչինչ չկար Արցախի մասին, այսինքն Արցախի պատկանելիության մասին չկար ոչինչ։ Ասում են մենք դա թողել ենք հետոյի համար, այո։ Երկրորդ, Միչանցկի հետ կապված։ Ինքը հստակ ասեց, որ Զանգեզուրի Միչանցք բառը կապակցություն առասարակ Հայաստանի տարածքով Միչանցք չի եղել նոյեմբերի 9-ին։ Իմիջիայլոց դա իր ելույթներից մեկում շուտ ասեց նաև Ալիևը։ Ասեց դա իմ այսպես կամավանն է, չարաճճությունն է, իմ երազանքն է եւ իմ մտածողությունն է։ Փաշինյանը քաղաքական, այսպես քաղաքականություն բերեց Զանգեզուրի Միչանցք ասվածը։ Զանգեզուրի Միչանցքը երբեք չի եղել նոյեմբերի 9-ի արձանագրությունը։ Չկա, այո, նման ձևակերպում չկա։ Ինչ վերաբերում է կոմունիկացիաների վերահսկողությանը։ Հա, դուք ճիշտ ասացիք, նոյեմբերի 9-ի արձանագրության 9-րդ կետում սևը սպիտակի վրա դա գրած է։ Հիմա եթե մարդիկ նոր են դա իմանում,
Գաղափարից ասած այդ մարդկանց խնդիրն է։ Չնայած ի պաշտոն է, իրենք պարտավոր էին հենց նոյեմբերի 10-ին այդ մասին իմանալ կամ նոյեմբերի 8-ին։ Չէ, բայց իրենք ոչ թե չեն իմանում, իրենք ասում են չկա այդպիսի բան։ Դե դա ավելի է իրենց վիճակը։ Քպեական Սարգիս Հատկանյան կա ինչ որ այդ կա, հա։ Չէ, գիտեք, ասում են մարդիկ, ովքեր որ ի պաշտոն են պատասխանատու են արտաքին քաղաքականության։ Այո, եւ դա է ամենացավ, եթե դա ասի շարքային պատգամավորը, որ տնտեսական հանձնաժողովը, հա, բնապահպանության հարցերով, դե ասենք պատգամավորը այդքան էլ չի այդ փաստաթղթերի հետ առնչվել, միգուցե, չնայած քաղաքական թիմի անդամը ինքը պետք է process-ի մեջ։ Այո, իմանալ։ Բայց երբ որ այդ մասին ասում են, երբ որ նույն ձեր հիշատակած մարդը ասում է, որ Ալիևի ելույթից հետո որ Հայաստանը կարող է դիտարկել ադրբեջանցիների Հայաստանի մուտքի բանը ինչ-որ պարզեցնելու, այո։ Ինչ պարզեցնել։ Ինչի համար պարզեցնել։ Դրա դիմաց Ադրբեջանը ինչ է անելու։ Շատ զարմանալիորեն, երբ որ խոսում են հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, սա բանակցություն չի։ Եվ ըստ էության հիմա արդեն ակնհայտ է նաև Լավրովի հայտարարություններն ես ուզում այսպես զուգահեռել, որ երբեք չի եղել ըստ էության բանակցություն, եղել է միակողմանի ճնշում։ Դու սա պիտի անես, սա պիտի անես, սա պիտի անես։ Քեզ տալիս եմ այսքան ժամանակ։ Վերջ, այսինքն Ադրբեջանը ինքն է իր օրակարգը թելադրում։ Թելադրել ու ինքն թելադրելու է, որովհետև մենք այն զսպաշապիկը, որ կար, որ կոչվում է նոյեմբերի 9-ի արձանագրություն, որ ես չեմ ասում դա իդեալական է, ոչ, իհարկե ոչ։ Ցավոք մենք հիմա այն վիճակում ենք, ավելի լավ տարբերակ այդ բանին չեն կարող։ Հիմա մենք ասում ենք դա շատ լավն է։ Պատկերացնում եք, այսինքն այն ժամանակ մենք դա համարեցինք կապիտուլյացիոն փաստաթուղթ, սարսափած ենք, բայց հիմա ասում ենք, այ գոնե այդ փաստաթղթի կետերին համապատասխան ընդհանրային զարգացումները։ Կապիտուլյացիա բառի հետ կապված, եթե հիշում եք, դա նոյեմբերի 10-ին բերվեց հրապարակ։ Այո։ Սխալ էր այդ ձևակերպումը։ Իհարկե սխալ է։ Ինչու բերվեց այդ դեպքում։ Այ հենց դրա համար էլ միգուցե բերվեց, որ հետո հիմնավորվի դրանից հրաժարվելը։ Որ հետաքրքիր բան ասացիք։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ ԿՊ-ն հիմա հրաժարվում է կապիտուլյացիոն այդ փաստաթղթից։ Կարող է արդարացնել իրեն այդպես։ Միայն իրենք չէ։ Միայն իրենք չէ, այն քաղաքական համակարգի մասնակիցները։ Ընդդիմադիր հատվածների միջայլոց ակտիվ այդ հարցում։ Ընդդիմություններ մնաց 3 օր, հիշում եք։ Այո։ Դեկտեմբերի 15-ին Քարվաճ, մնաց 4 օր, մնաց 2 օր կապիտուլյացիոն պայմանագիրը մտնելու է ուժի մեջ, մնաց։ Բայց ի՞նչ կապիտուլյացիոն պայմանագիր։ Սա է կապիտուլյացիան։ Եթե Ադրբեջանը գալի կանգնում մտնում է քո տարածք, ասում է ես քո տարածքից դուրս չեմ գալու։ Սա է կապիտուլյացիան։ Որը կրում է խաղաղության օրակարգ անվանումը։ Բայց այս սրան ինչ անուն ենք տալիս։ Պարոն Բալասանյան, լավ, այստեղ տեսեք նաև Լավրովը ասում է Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանի տարածքում եւ շատ ցավով, պիտի ասեմ մեզ համար ցավով, շեշտում է, որ չգիտեմ որքանով է Երևանը դրան պատրաստ, բաց տեքստով ասում է, որ արևմուտքն է այսօր Երևանին խաղի կանոններ թելադրողը, Երևանին ուղղորդողը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, էլի դուք էլ նկատեցի, որ այն նույն զգացողությունն եք ունեցել, ինչ շատերս տխրեցնող էր, այո, շատ ցավոտ էր, որովհետև մենք նկատում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր բավական սրված, այսպես բավական սուր ակնարկներով հստակ Լավրովը ասում է դուք եք, եթե այսպես ժողովրդական ձևակերպմամբ ասենք, դուք եք եփել ճաշը, դուք էլ պատասխան տվեք ձեր արածի համար, դուք եք ձեր հայրենիքը զիջել եւ ուրեմն միգցեք Ռուսաստանի կամ ռուս խաղաղապահների վրա։ Լավ, հիմա փորձենք հասկանալ իրավիճակից ոնց կարող ենք մենք ելքը որն եք տեսնում։ Լավրովի հայտարարությունից ես մի բան հասկացա Ալիևի հետ կապված, որ սա ենթադրություն է ուղղակի, բայց եթե դատենք թե Ալիևը ինչ էր ասում ու երեկվա Լավրովի հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը Մոսկվայում, ինձ մոտ այնպիսի տպավորություն, որ Ալիևը հեռախոսազանգ է ստացել Մոսկվայից։ Նախնական պայմանավորվածություն եք նկատում։ Ոչ, ընդհակառակը։ Ալիևի հայտարարությունը, որ Սահմանազատման հանձնաժողով կապ չունի սրա հետ։ Քարտեզը 75 թվականի կապ չունի, առաջին հանրապետության քարտեզ եւ այլն, սա առաջին մեսիջ էր Մոսկվայի, որ ես դուրս եմ գալի նոյեմբերի 9-ից, որ այդ քարտեզներն ինձ մի պարտադրեք։ Հիմա այդ ինչ դառա, որ Ալիևը մի օրվա մեջ հայտարարեց, որ ինքը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր։ Նշանակում Ալիևին բերել են պայմանագրային դաշտ հետ։ Այո։ Հիմա սպասում են հայկական կողմին։
Դրա համար էր ասում Լավրովը, որ մենք դեռ չենք հասկանում հայկական կողմի տրամադրություններն, տրամաբանական չեն նաև Փաշինյանի հայտարարությունները։ Ստորագրելու են ի՞նչն է խանգարում։ Ասեք մենք այդ հարցերը փորձենք կարգավորել։ Այդ թվում նաև մեր գործընկերների հետ միջազգային, եթե իրենք իրոք ցանկություն ունեն արդար, այսպես է, ազնիվ մղումներով նպաստել տարածաշրջանում խաղաղության ստորագրման պայմանագրին։ Հիմա եւ նաեւ մամուլում տարածվեց տեղեկատվություն Լավրովի ելույթից առաջ, որ Հայաստանի դեսպանն էր դիմել Ռուսաստանի փոխարտգործնախարարին համար, այո, եւ այնտեղ քննարկվել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ այլն նշվել է, որ միակ ելքը նոյեմբերի 9-ի վերադառնալն է։ Այսինքն իդեպ Ռուսաստանը անընդհատ դա շեշտում է։ Ես կարծում եմ, այստեղ մի բան։ Արտգործնախարարության խոսնակը, նախարարը։ Վերսկսման վտանգը ինչքան մեծանում է, այնքան սկսում են խոսել նոյեմբերի 9-ի վերադառնալու մասին։ Կարծես թե եւս մեկ անգամ մեսիջ տալով, որ եթե նոյեմբերի 9-ը հետ չեկաք, պատերազմի պարագայում Ալիևը իր համար ստեղծում է բոլոր հիմքերը իրավական սկսելու պատերազմ, որովհետև ինքը դուրս է գալիս գործընթացից, դուք էլ եք դուրս գալիս։ Ինքը ձեզ մի բան է ասում, դուք չեք պատասխանում, հա? Ինքը ինչ ուզում անում է, դուք ասում եք, դե դուք խոսացեք, բայց մենք խաղաղություն ենք ուզում։ Այս պարագայում ցավոք սրտի, սրա ելքը լինելու է պատերազմը։ Այո, իսուր չէ, որ դարձյալ հղում անեմ ռազմական փորձագետներին արձանագրում են, որ մենք քայլ առ քայլ այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականության արդյունքում գնում ենք դեպի նոր պատերազմ, որտեղ Ալիևի ձեռքերին ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանը իր դիրքորոշումներով, իր հայտարարություններով, իր քայլերով բացել է։ Եվ ուրեմն ամփոփենք, պարոն Բալասանյան, լավ, տեսեք, շատ քաղաքական ուժեր կան, որոնք ասում են այս իրավիճակը կարող է փոփոխվել մեկ քայլով միայն, երբ հեռանա Փաշինյանը, ոմանք շեշտում են մեկ քայլով է հնարավոր եւ ամբողջ ԿՊ-ն հեռանա, որովհետեւ միայն Փաշինյանի հեռացմամբ հարց չի կարող լուծվել։ Փաշինյանին կփոխարինի մեկ ուրիշը, որին դարձյալ կնշանակի, ասենք, արևմուտքը։ Դուք հարցը ինչպես եք տեսնում, լուծումը ինչպես եք, որտեղ եք տեսնում, մասնավորաբար, երբ մենք ընդդիմության ակտիվություն չենք տեսնում։ Արցախը հանձնվեց, մեր հայրենիքի հրաշք այդ հատվածը եւ փողոցը դատարկ էր, ընդդիմադիր էլիտան որտեղ է, ես չգիտեմ, եթե մենք շարունակում ենք միայն կռիվ տալ խորհրդարանում, եթե դրանով են բավարարվում մեր ընդդիմադիր այդ երկու ուժերը, շատ ցավալի է։ Ուզեք կոմիտեի նիստ են անում դեռ։ Դեռ շարունակվում է։ Ես կարծում եմ, այնտեղ նախագահի, փոխնախագահի հանձնաժողովների պաշտոնների կիսելու հարցեր կան։ Հարց է գնում միգուցե, ես չգիտեմ։ Բայց չէ որ ժողովրդի ճակատագրի, պետության ճակատագրի հարցն է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, օրինակ, ասում են, որ ելքը դա է, որ պիտի հեռանա, հա, որ իշխող կուսակցությունը պիտի թողնի հեռանա, որպես այս իրավիճակից կարողանանք դուրս գալ։ Իմ անձնական կարծիքով սրան պիտի հետևի հաջորդ կարևոր պայմանը։ Իշխանության պիտի գա այն ուժը, ով որ չի շարունակելու էլի կոմպլեմենտար քաղաքականության վարումը Արևմուտքի եւ Ռուսաստանի մեջ։ Եթե էլի եկան ուժեր, ովքեր ասացին, դե գիտեք Ռուսաստանի հետ այո մենք դաշնակից ենք, բայց Արևմուտքը ամեն դեպքում մեր հուսալի գործընկերն է եւ այլն, այս վիճակը ոչ միայն չի կարգավորելու, այլև պատերազմի վտանգը շատ ավելի է մեծանալու։ Ժամանակն արդեն մենք հասկանանք, Հայաստանը այն վիճակում է, որ ինքը պիտի այս պահին կոմպլեմենտար քաղաքականության մասին այլևս չմտածի, որովհետև Արևմուտքը ցույց տվեց, որ ինքը վստահելի գործընկեր չի։ Հա, Ռուսաստանը վատնա, կոմ Արցախը ծախեց եւ ինչպես ասում են, էլի, այս արեց են բարևմուտքը։ Իբրնեց Արևմուտքն դենց թևերը փռել են մեր վրա, Ալիևը վախում է բանի մասին, որտեղ Արևմուտքը կարող է իրան պատժի, ոչ։ Եթե մենք նորից մտածենք, որ գալու են ուժեր, կամ պետք է գան ուժեր, որոնք պիտի շարունակեն այս կոմպլեմենտար քաղաքականության վարումը, էլի հույսը դնելով Արևմուտք, ոչ, չի լինելու։ Կոմպլեմենտար քաղաքականությունը, այո, շարունակեք, այո։ Կամ այս կողմ ենք գնում, կամ այն կողմ ենք։ Այսինքն մենք այլևս եւ քաղաքականությունը, որը կործանարար կարող է լինել այլևս այս պարագայում, մանավանդ եւ Ռուսաստանը, եւ Արևմուտքը հստակ դիրքորոշում են մեզանից պահանջում։ Կար ժամանակ, որ կարծես դա հանդուրժվում էր, պարոն Բալասանյան, տարիներ առաջ։ Քաղաքական բևեռները սրված չէր, չէ՞, հակասությունը։ Հիմա երբ որ նոր աշխարհակարգ կա ձևավորում, բազմաբևեռ աշխարհակարգ, երբ որ արդեն Իրանը գտնվելով ծանրագույն ճնշման տակ, իրեն իրավունք է վերապահում եւ մարսում է, հարվածում է Միացյալ Նահանգների դաշնակից Պակիստանին,
Հարվածում է Էրբիլին, որտեղ Միացյալ Նահանգների հյուպատոսությունն է, Մոսադի շտաբ կայանն է Ավիրում, եւ ոչ մեկ իրան ոչինչ բան չի ասում, նշանակում է աշխարհում բան է փոխվել։ Նշանակում է արդեն արևմուտքի հետ հույսեր կապելը աստիճանաբար, իսկ տեղը պիտի զդիճի սթափ դատողությանը։ Այսօր իշխանության ղեկին այն մարդիկ են, որոնք միմիայն արևմուտքին են համարում Հայաստանի բարեկամ, տեսնում են այդտեղ, տեսնում են Ֆրանսիայում, տեսնում են Մեծ Բրիտանիայում, տեսնում են Միացյալ Նահանգներում եւ որևէ կերպ հնարավոր չէ իրենց հակառակը համոզել, ճիշտ հակառակը իրենք տանում են այն քարոզչությունը, որ Հայաստանից պետք է հեռանա Ռուսաստանը իր 102-րդ ռազմաբազայի, նաեւ մենք տեսնում ենք դանդաղ քայլերով հարցը գնում է դրան։ Լավ, մենք հիմա ինչ իրավիճակ է, մեզ հետ ինչ է կատարվելու, Հայաստանի ապագան ոնց եք դուք տեսնում։ 102-րդ բազան Հայաստանից դուրս չի գալու։ Հայաստանը հապկից դուրս չի գալու։ Ասեմ ոնց ասում են ավելի ճիշտ, ոնց դուրս եկավ Արցախից, այնպես էլ դուրս կգա Հայաստանից։ Կապրենք կտեսնենք։ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի գալու։ Եվ ժամանակն է արդեն, որ մենք հասկանանք, մենք ուր ենք գնում, ինչ կարմիր գծեր ունենք եւ որոնք են մեր թշնամիները, որոնք են մեր գործընկերները եւ որոնք են մեր դաշնակիցները։ Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ, իր ներքին կադրային քաղաքականության մեջ պետք է վերաիմաստավորի իր արածը։ Այս իշխանությունը դա չի կարող անել, բան բաղացին։ Հաջորդը ով է, դուք ինչ ուժեր եք տեսնում։ Այն ուժերը, որոնք այսօր գտնվում են խորհրդարանում, իշխանություն թե ընդդիմություն, դա չեն անելու։ Այսինքն դուք այսպես իրենք համարում են ակտիվ ուժերն են, նոր ուժեր տեսնում եք։ Իրենք կարող է իրենց համարում են ակտիվ ուժեր։ Դուք ինչ նոր ուժ եք տեսնում, հետաքրքիր է։ Ես հիմա որ ասեմ։ մի հատ քաղաքական ուժի անուն տամ, ասում են, վայ, ես քաղաքական ուժի անուն չեմ տալիս։ Դուք ասում եք, ոնց պիտի լինի սրանից դուրս գալու ելքը։ Ես ասում եմ, պիտի, եթե քաղաքացիական պայմանագիրը ընտրությունների միջոցով, փողոցային պայքարի միջոցով, չգիտեմ ինչի միջոցով, եթե պիտի հեռանա, հա, ու կա դրա համար հանրային պահանջ, այդ դեպքում քաղաքացիական պայմանագիրը իր տեղը պիտի զիջի այն ուժին, որը չի շարունակելու եւ քաղաքացիական պայմանագրից նախորդ քաղաքական ուժերի գործունեությունը եւ նրանց թույլ տված սխալները ինքը թույլ չի տալու արտաքին քաղաքական վեկտորի հետ Այսինքն ամբողջությամբ փոփոխություն քաղաքականության։ Չէ, փոփոխություն չէ, բարձեցում։ Բարձեցում եւ հստակեցում։ Դաշնակիցների հստակություն։ Ես միշտ ասել եմ, Հայաստանի փրկությունը պետք է տեղավորվի հյուսիս, արևելք եւ հարավ այդ եռանկյունու մեջ։ Այսինքն Ռուսաստան, Չինաստան, Իրան։ Այլ տարբերակ այս բարդ տարածաշրջանում գոյատևելու եւ զարգանալու Հայաստանը չունի։ Եվ մեկ կարճ հարց, արտահերթ ընտրությունները հավանական համարում եք, պետք է գնան այս ընդհանրապես ամբողջ ընդդիմադիր հատվածը, եթե արդեն նման առաջարկ հնչեցնի, կարծես թե հնչեցրել է Փաշինյանը, հա, ակնարկ գոնե թե կա, եւ իր քայլերն են շատ տպավորություն այնպեսին է, որ նա մտել է արդեն ընտրական գործընթացների մեջ, այն ցնցուղը, այն կախիչը, ինչ որ բաներ են հուշում։ Մանավանդ փետրվարի 7-ին սպասվում է Ալիևի արտահերթ ընտրությունը, եթե սա առաջնորդվում է այս իշխանությունը Ալիևի օրակարգով, գուցե հանկարծ կրկնօրինակի նաև նույնը։ Ինչ պետք է անի։ Այո, բայց ինչ պետք է անի Հայաստանի ընդդիմադիր հատվածը, պետք է գնա մասնակցի թույլ տալով 21 թվականի դա համարվեց սխալ, որովհետև պարտվեց փաստորեն այդ ուժը եւ անհրաժեշտ քանակով չմտավ խորհրդարան եւ հիմա էլ օրինակ շատ դեպքերում ասում են մենք չենք կարողանում ավելին անել, որովհետև ավելի մանդատ չունենք։ Հիմա պետք է գնան մասնակցեն, չպետք է մասնակցեն, պիտի բոյկոտեն, թե ոչ, չմոռանանք, որ այս տարիներին հասունացրել է Փաշինյանը իր համար նախընտրելի ընդդիմադիր մի հատվածի, որը կարող է ուղղակի մտնել քաղաքական գործընթացների մեջ եւ վերցնել իր ձեռքը։ Ահա, խնդրեմ։ Ցանկացած պահի Հայաստանում կգտնվի եւս երկու քաղաքական ուժ, ով օրինակ ԿՊ-ի հետ կորոշի մասնակցել արտահայտ խորհրդարանական ընտրություններին։ Եվ կլեգիտիմացնի հերթական անգամ Փաշինյանի քաղաքական ուժ մասնակցելա, այս ընդդիմությունը կմասնակցի թե չի մասնակցի, սա արդեն ըստ էության կդասվի այդ ընդդիմության համար որպես խնդիր։ Իր խնդիրն է, կուզի կմասնակցի, կուզի ոչ։ Բայց ընդդիմության չմասնակցելով արտահայտ խորհրդարանական ընտրությունները ամեն դեպքում կայանալու են, եթե որոշվեց, որ կայանում են, այսինքն այնպես չի, որ եթե իրենք չեն մասնակցում, ընտրությունները չեղյալ կհամարվեն, ոչ։
Եթե որոշվեց, որ գնում են արտահերթ խորհրդարանականի, եւ եթե որոշումը կայացեց վերջնական, ես չգիտեմ երբ կլինի դա, բայց եթե որոշումը կայացվեց, ընտրությունները կկայանան։ Եվ խիստ վտանգավոր պահ կարող է լինել, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ 5 տարով կարող է վերընտրվել։ Դա արդեն մեր ժողովրդի Միայն ժողովրդի կարծում եք, լծակներն իր ձեռքին է, ինչպես կուզի ընտրական գործընթացները կվարի, այնտեղ էլ կա կենտրոնական ընտրական հանձնաժողովում իր, այսպես ասենք, քպեական ներկայացուցիչն է նստած։ Տարածաշրջանում դեմոկրատիայի բաստիոն չի։ Դուք կարծում եք, Դուք հավատում եք ձեր ասածին, պարոն Բալասանյան, վստահ եմ չեք հավատում։ Ամեն օր դա են վստահեցնում։ Դե իրենք շատ բան են Հայաստանի վրա որ հարձակում էր եղել 21 թվականին, Հայաստանում որոշ պաշտոնյաներ սա հայտարարություն Twitter-յան էջերով անում, որակեցին որպես հարձակում դեմոկրատիայի վրա, դեմոկրատիան սպառնալիք։ Եվ եկեք փրկեք դեմոկրատիան, չէ՞, նման հայտարարություններ են։ Մտածում որ Շնորհակալ եմ, պարոն Բալասանյան, ինչպես միշտ շատ հետաքրքիր է ձեզ հետ վերլուծել եւ մեր երկրի դեմ եւ մեր երկրում տեղի ունեցողը, վստահ եմ մենք դեռ կհանդիպենք մեր նոր տաղավարում։ Իսկ ես վերհիշեցնեմ, որ այսօր իմ հյուրը քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն էր։ Լավ եղեք, մնացեք Հայք Նյուզի եթերում։